Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ընտանեկան բռնության, այդ թվում հոգեբանական ճնշման դեմ նախատեսված է պաշտպանություն։ Եթե ամուսինը հոգեբանական ճնշում է գործադրում, նվաստացնում, սպառնում կամ ահաբեկում ձեզ, ապա դա կարող է համարվել ընտանեկան բռնություն, դուք ունեք իրավական միջոցներ նրան տնից հեռացնելու համար։ Դուք կարող եք դիմել ոստիկանություն, ընտանեկան բռնության վերաբերյալ հաղորդում ներկայացնելով։ Ոստիկանությունը պարտավոր է արձագանքել անհրաժեշտության դեպքում կիրառել անհետաձգելի պաշտպանական միջոցներ։ Դրանցից մեկը տուժողին բռնություն գործադրողին ժամանակավորապես բաժանելն է, ինչը կարող է ներառել բռնություն գործադրողին բնակարանից հեռացնելու որոշում։ Դրանից հետո դուք կարող եք դիմել դատարան, պահանջելով կիրառել պաշտպանական միջոց, օրինակ ամուսնուն բնակարանից դուրս հանելու ձեզ հետ չհետաքրքրվելու արգելանք սահմանելու պահանջով։ Դատարանն հիմք ընդունելով հոգեբանական ճնշման փաստը, ապացույցներ, վկայություններ, կարող է բավարարել ձեր հայցը։ Կարող է փաստագրել ճնշումը, հավաքելով հաղորդագրություններ, ձայնագրություններ, վկայությունների ցուցմունքներ, դիմել մասնագետների, օրինակ հոգեբանի եզրակացություն ստանալ, ինչը կուժեղացնի ձեր դիրքերը։ Այսպիսով, դուք կարող եք օրինականորեն պահանջել ամուսնու հեռացումը տնից, ձեր անվտանգությունն ապահովելու համար։